Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք հոդված 222 բանդիտիզմը անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ բանդա ստեղծելը, այդպիսի խումբ ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ 10-ից 15 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Բանդայում մասնակցությունը պատժվում է ազատազրկմամբ 6-ից 10 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ 2011 թվականի հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի կենտրոնի և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հովսեփ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերի վարչության պետի տեղակալ։ Գագիկ Մաթեոսյանը և մյուսները թվով 6 անձինք քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում բանդիտիզմի, այդ թվում հասարակական քաղաքական գործի սպանության փորձի, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, գույքը դիտավորության ոչնչացնելու, միջին ծանրության մարմնական վնասված պատճառելու, կազմակերպված խմբի կազմով ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև ռազմամթերք պատրաստելու վերաբերյալ մեղադրանքներով կայացվեց մեղադրական դատավճիռ։ 2009 թվականի մայիսի 23-ին պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել։ Այն ժամանակ դեռևս անհայտ անձիկ փորձել էին նրա բնակարանի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք ուղղորդված պայթուն իրականացնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համատեղ իրականացված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, հայտնաբերվել և կալանավորվել էին հանցագործության անմիջական կատարողներն ու մասնակիցները։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մոտ 1 ամիս առաջ կայացրեց մեղադրական դատավճիռ 6 անձի նկատմամբ։ Այս քրեական գործը իր բնույթով և իր հասարակական հնչեղությամբ հասարակության ուշադրության էր գրավել այն իմաստով, որ ի վերջո տեղի էր ունեցել սպանության փորձ կառավարության անդամի Հայաստանի Հանրապետության Մաքսիմум պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նրա իսկ բնակության վայրում։ Հասարակական հնչեղությունը պայմանավորված էր նաև նրանով, որ այս խմբի կազմում, հանցավոր խմբի կազմում ընդգրկված էին նախկին ազատամարտիկներ, մարդիկ, որոնք ծառայել էին ոստիկանության համակարգում, մարդիկ, որոնք կռվել էին Արցախյան պատերազմում, մասնակցել էին Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, իրենց հմտություններով, իրենց ունակություններով համարվում են պրոֆեսիոնալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Մաթեոսյանը 2006 թվականից քաղաքացիների, պաշտոնատար անձանց և կազմակերպությունների վրա հարձակվելու և այլ հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծել է կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ։ Բանդա, օգտագործելով դիվերսիոն և հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք էր բերել մասնակցելով չղջիկներ հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողություններին, հանդիսանալով դրա հրամանատարներից մեկը։ Ըստ քրեական գործի նյութերի Գագիկ Մաթեոսյանը 1990 թվականին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի չղջիկներ անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է սահմանամերձ շրջաններում և Արցախում, Քելբաջարի և Ֆիզուլիի շրջաններում մարտական գործողություններին։ Իսկ հետագայում արդեն բանդայի կազմում հավաքագրել է Արցախյան պատերազմի մասնակից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, իր մարտական ընկերներին Արայիկ Ոսկանյանին և Գրիգոր Գրիգորյանին, ինչպես նաև գիտությունների թեկնածու, քիմիայի, տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագավառների մասնագետ Արտակ Ղուկասյանին։ Դրանք թվով 11 դրվագներով պայմանավորված նախապատրաստական գործողություններն են, երբ Գագիկ Մաթեոսյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարմամբ ստեղծվելով կազմակերպված խումբը որոշակի պատվերներ է ստացել կամ իր նախաձեռնությամբ ցանկացել է փորձել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի կատարի հարձակումներ, զինված հարձակումներ կազմակերպությունների կամ անձանց վրա։ Ընդ որում այդ կազմակերպությունները եղել են ֆինանսական կայուն կազմակերպություններ, որոնք ունեցել են 100 բյուջե,
կամ այնպիսի անձինք, որոնք ունեցել են պաշտոններ, պաշտոնատար անձինք են եղել, եւ ի վերջո 11 դրվագներից ընդամենը մեկով են ռեալ իրական գործողությունների գնացել, որը առանձին իհարկե որակվել է հասարակական քաղաքական գործի նկատմամբ սպանության փորձ։ Գագիկ Մաթևոսյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի առաջին մասով բանդիտիզմ, 34-305-րդ հոդվածով պետական, քաղաքական կամ հասարակական գործչին սպանության փորձ, 34-104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով սպանության փորձ, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 34-185-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով գույքը դիտավորության ոչնչացնելու կամ վնասելու փորձ, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով դիտավորության առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 235-րդ հոդվածի երրորդ մասով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 236-րդ հոդվածի երրորդ մասով ապօրինի կերպով զենք պատրաստելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 275-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Գագիկ Մաթևոսյանը լինելով ֆիզիկապես պատրաստված անձնավորություն մարտական ընկերների շրջանում մեծ հարգանք էր վայելում։ Խմբի անդամ Վազգեն Կարապետյանին ճանաչել է դեռևս 1990 թվականից Արցախյան պատերազմի տարիներին։ Վազգեն Կարապետյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի առաջին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, 235-րդ հոդվածի երրորդ մասով, 236-րդ հոդվածի երրորդ մասով։ Գագիկ Մաթևոսյանը պարբերաբար մատնացույց անելով մի շարք պաշտոնատար կամ գործարար անձանց բնակարանների գտնվելու վայրերը, հանձնարարություններ է տվել հետևելու նրանց ծառայողական մեքենաների եւ ընտանիքի անդամների տեղաշարժերին, ապա որոշ ժամանակ անց վերլուծելով դիտարկումների արդյունքում նրանցից ստացած տեղեկությունները հրաժարվել է հափշտակությունը կամ ավազակային հարձակումը իրագործելու մտադրությունից։ Նա որոշել է բանդայի անդամներից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունն այդ գործում։ Գագիկ Մաթևոսյանը ձեռք է բերել ահռելի քանակության զենք եւ ռազմամթերք, քիմիական թունավոր եւ պայթուցիկ նյութեր, սառը եւ նետողական զենքեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր, հատուկ նշանակության հանդերձանք եւ միջոցներ, զրահաբաճկոններ, դիմակներ, գլխարկներ, հետապնդումը դժվարացնելու եւ անվադողերը ծակելու համար նախատեսված ցցեր, ոզնիներ, քողարկման եւ անճանաչելի դառնալու համար նախատեսված թաթերական շպարման պիտույքներ, կեղծամներ, բեղեր եւ այլն։ Իսկ խմբի անդամներին հանձնարարությունների կատարման դիմաց խոստացել էր բարձր վարձատրություններ։ Խմբի անդամներն էլ իրենց հերթին անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, մասնակցել են արգելված պայթուցիկ եւ թունավոր նյութերի փորձարկումներին, ինչպես նաեւ իրենց հատուկ հմտություններով, գիտելիքներով, տեղեկատվությամբ, խորհուրդներով եւ այլ միջոցներով օժանդակել ու աջակցել են բանդայի հանցավոր նպատակների իրագործմանը։ 2007 թվականի ամռան վերջին տեղի ունեցավ մի խոսակցություն, Մաթևոսյան Գագիկը ասաց, որ ցանկություն ունի ինձ հետ համատեղ ինչ-որ գործեր իրականացնել։ Գործերի բնույթից ինքը այդ պահին ոչ մի բան չասեց, բնութագրեց դա որպես լուրջ գործեր։ Նշեց, որ քանի որ ես իր խոսքերով նեղություններ եմ տեսել, իրա համար վստահելի անձ եմ ապահանդիսանում։ Դրանից մի որոշ ժամանակ անց Մաթևոսյան Գագիկը ինձ հետ խոսք վարեց մի անձնավորության մասին, որը իր ասացի համաձայն բանկից բավականին մեծ վարկ էր ստացել։ Վարկի գումարը տարբեր ժամանակ ինքը տարբեր թվեր է ասել, բայց ինչպես ես հասկացա, խոսքը գնում էր մոտավորապես 3 միլիոն եվրոյի մասին։ Եվ իր խոսակցությունից ես հասկացա, որ նա մտադրվում է այդ ազնվորության մոտից այդ գումարը ինչ ձևերով կորզելու, թե դա կլներ գողության
եղանակով, թե ոնց հստակ։ Մաթևոսյան Գագիկը հարցրեց ինձ, թե հնարավոր է արդյոք պատրաստել դիմակներ, որոնք կփոխեն մարդու արտաքինը։ Իրան հակիրճ ասեցի, որ դիմակները պատրաստվում են լատեքսից եւ այդ դիմակները պատրաստելու համար անհրաժեշտ են SSS նյութերը, այդպես եւ մի քանի ամիս ուրեմն Գագիկը փորձում էր հայթայթել այդ բաղադրիչները։ Պատճառաբանում էին, թե գիտեք, դա ուղղակի նախորդ տարիներից ձեռք բերված կամ սիրողական մակարդակով ձեռք բերված կամ հոբի մակարդակով ձեռք բերված այդպիսի պայթուցիկ նյութեր են, որոնք ուղղակի պահվել են եւ առանց որևէ նշանակության։ Ընդ որում դրանք եղել են պրոֆեսիոնալ նաև պայթուցիկ նյութեր, մասնավորապես օրինակ տրոտիլը կամ էլ պայթուցիկ նյութերը, ինչպես նաև զենքը եւ զինամթերքը, ասենք որ ձեռք է բերվել եւ պահվել է ականանետ, արդեն ավելի քան խոսուն է այդ հանգամանքը։ Ապօրինի զենք զինամթերքը որպես կանոն լինում է դրանք ատրճանակի մակարդակով։ Իհարկե եղել են նաև այդ տեսակի զենք զինամթերք, բայց խոսքը վերաբերում է ականանետին, այնպիսի ականանետերին, որոնք միանգամյա օգտագործման են եւ եթե անգամ դրանք բերվեն մարտական օգտագործման, ապա անպայման ենթակա են կիրառման։ Եթե դա չկիրառվի, պարտադիր պետք է լիցքաթափվի։ Ինչը այս պարագայում այս գործի շրջանակներում իհարկե եղել է։ Քննարկվող հանցակազմի էությունը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել բանդա հասկացողության բովանդակությունը։ Քրեական իրավունքի մասին համապատասխան դասագրքերում այսպես է սահմանվում. Բանդան երկու կամ ավելի անձանցից բաղկացած կազմակերպված կայուն զինված խումբ է, որը նպատակ է հետապնդում հարձակումներ գործել անձանց կամ կազմակերպությունների վրա։ Բանդա ստեղծելը ենթադրում է այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում կազմավորվում է քաղաքացիների կամ կազմակերպությունների վրա հարձակում գործելու նպատակ հետապնդող կայուն զինված խումբ։ Այդպիսի գործողություններ կարող են լինել բանդայի համար անդամներ հավաքագրելը, նրանց միջև դերերի բաժանումը, բանդայի ապագա հարձակումների ծրագրերը մշակելը եւ այլն։ Իսկ բանդային մասնակցությունը դրսևորվում է նրանով, որ անձը համաձայնություն է տալիս բանդայի անդամ լինել եւ բանդայի օգտին գործունեություն է ծավալում։ Այսինքն բանդայի համար զենք է հայթայթում, խոչընդոտները վերացնում, տեղեկատվություն տրամադրում եւ այլն։ Գագիկ Մաթևոսյանը վճռականորեն առաջ էր շարժվում ոչ միայն սեփական նախաձեռնությամբ հանձնարարություններ տալով, այլ արդեն որոշ դեպքերում ինքնությունը չպարզված անձանցից առանց վարանելու ընդունում էր ծանր հանցագործության պատվերներ։ 2008 թվականին Վազգեն Կարապետյանին հանձնարարել է հրկիզել Վահագնի թաղամասում գտնվող չբնակեցված երկու առանձնատներ, խոստանալով դրա համար վճարել 5000-ից 10000 ԱՄՆ դոլար, սակայն որոշ ժամանակ հետո դադարեցվել է հանձնարարության կատարումը պատվերը չեղյալ հայտարարելու պատճառով։ Իսկ 2007 թվականի աշնանը 100,000 ԱՄՆ դոլարի դիմաց պատվերով Գագիկ Մաթևոսյանը խմբի անդամ Արտակ Ղուկասյանի հետ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ, մետրոշին վերանորոգում Փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր Հրանտ Բեգլարյանի սպանության նախապատրաստմանը։ Հավաքել են իրենց համար անհրաժեշտ տեղեկություններ թիրախում հայտնված պաշտոնատար անձի մասին եւ գրանցել համապատասխան նոթադետրում։ Այնուհետև սպանության նախապատրաստման ընթացքում Գագիկ Մաթևոսյանը հանցագործության կատարումը հետաձգել է մինչև վերջնական որոշման կայացումը։ Խմբի կազմում Արտակ Ղուկասյանի դերը քիմիական թունավոր եւ պայթուցիկ նյութեր ստանալն ու դրանց միջոցով սպանություններ կատարելն էր։ Արտակ Ղուկասյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի առաջին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։ Արայիկ Ոսկանյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նույն հոդվածներով, որով մեղադրվում էին խմբի մյուս անդամները։ Շուրջ 3 տարի բանդան գործել է, բանդան որոշակի միջոցներ է ձեռնարկել, նախապատրաստական աշխատանքներ իրականացրել, այդ թվում քիմիական լաբորատորիաներ են փորձարվել պատրաստելու եւ այնտեղ նյութեր ստանալու համար բազմաթիվ, այսպես ասած, բարձր տեխնոլոգիաներ են օգտագործվել, գիտատեխնիկական նշանակության գիտելիքներ են օգտագործվել, որի համար նաև խմբում ընդգրկված եղել հատուկ գիտելիքներով ոչ տված, հատկապես քիմիայի, ֆիզիկայի բնագավառում ոչ տված անձ,
որը Արտակ Ղուկասյանն է եղել եւ այլն։ Սա այս բանդայի գործունեության փաստորեն ամբողջ ուրվագիծն է, որը սկսվել է, ինչպես արդեն նշեցի, 2006 թվականի կեսերից եւ շարունակվել մինչեւ 2009 թվականի մայիսի վերջը։ 2008 թվականի ամռանը Գագիկ Մաթևոսյանն իր նախկին ծանոթ Ռաֆայել Մասումյանի միջնորդությամբ 150,000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ստանում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի սպանությունն իրականացնելու պատվերը։ Հասկանալի է, որ միջնորդն առանց միջնորդավճարի չի լինում։ Ընդհանուր գումարի 10,000 դոլարը պատկանում էր Ռաֆայել Մասումյանին։ Համաձայնության գալով միմյանց հետ Գագիկ Մաթևոսյանն ու խմբի մյուս անդամներն սկսում են հանցագործության կատարման մեխանիզմներ մշակել։ Ի վերջո հանգում են այն եզրակացության, որ ինքնաշեն պայթուցիկ սարքավորման գործարկման տարբերակն ըստ իրենց ավելի արդյունավետ է։ Քիմիական եւ տեխնիկական գիտելիքներով օժտված Արտակ Ղուկասյանին եւ Արայիկ Ոսկանյանին հանձնարարվում է նախագծել եւ պատրաստել պայթուցիկ սարքավորման իրանը եւ հեռակառավարվող էլեկտրական գործարկման մեխանիզմը։ Իսկ պահանջվող թունավոր կամ պայթուցիկ նյութերի պատրաստման համար խմբի անդամներն արդեն ունեին ընդհատակյա քիմիական լաբորատորիա։ Ռաֆայել Մասումյան մեղադրվում է 38-34 305-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի առաջին մասով պետական, քաղաքական կամ հասարակական գործչին սպանության փորձի եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Դատական պրակտիկայում պատվիրված սպանությունները դժվար բացահայտվող հանցագործություններ են, որտեղ դրանք կատարվում են ոչ ակներևության պայմաններում, որոշակի մարկային գործոնների արկայության պայմաններում եւ այդ իմաստով պատվիրված սպանությունների բացահայտումը որոշակի բարդություններ ու դժվարություններ է ներկայացնում իրենց, որտեղ վերվում են բազմաթիվ այլ ուրեկություններ, ալիբիներ եւ դրանք պետք է հերքել ու ասել, թե սա պատվիրված է։ Այս դեպքով մենք գործ ունենք կոնկրետ պատվիրված սպանության, երբ որ կոնկրետ անձը պատվիրում է սպանություն, գումար է տրամադրում նրա համար եւ պատվիրատուն, որը ընդունում է պատվերը, տվյալ դեպքում Ռաֆայել Մասումյանը, որը միջնորդի դեր է կատարում եւ փոխանցում է պատվերը համապատասխան անձին, այսինքն կատարողին, եւ այդ իմաստով արդեն ըստ էության ձեռնամուխ է լինում իր կողմից հանցագործության կատարմանը։ Այդ նպատակով Գագիկ Մաթևոսյանը հանձնարարություն է տալիս բանդայի մի քանի անդամներին, հատկապես խոսքը վերաբերում է Արտակ Ղուկասյանին եւ նախատեսվում է, որպեսզի Գագիկ Խաչատրյանի սպանությունն իրականացվի թունավորման միջոցով, որոշակի հանգամանքներ պարզաբանելուց հետո, այսինքն պլանավորելուց հետո, երբ որ պլանավորում են, տեսնում են դա նպատակահարմար չէ, այսինքն բանդան պետք է նաև իրականացնել այդ սպանությունը միևնույն ժամանակ դրսևորելով այնպիսի զգուշավորություն, որպեսզի չբացահայտվեր։ Ի վերջո, որտեղ բացահայտման դեպքում հարվածի տակ է դրվում ոչ միայն իրենց կյանքը, ազատությունը եւ այլն, այլև միջնորդի եւ պատվիրատուի։ Դրա համար իրենք վարձատրություն են ստացել։ Հետևաբար պետք է որ բանդան գործեր բավականին զգուշավորության սահմաններում։ Հենց այդ նպատակով է որոշակի հանգամանքներ վերլուծելով բանդայի ղեկավարի Պարագլխի Գագիկ Մաթևոսյանի կողմից այդ մասը խորտակցելով բանդայի մյուս անդամների հետ այդ թունավորման եղանակով սպանությունից հրաժարվում է։ Գագիկ Մաթևոսյանն անձամբ է վերահսկել գործընթացն ու մասնակցել սարքավորումների փորձարկումներին։ Այդ ընթացքում խմբի մյուս անդամներն էլ ուսումնասիրել են սարքավորման տեղադրման հնարավոր վայրերը։ Գագիկ Մաթևոսյանը, Արտակ Ղուկասյանը եւ Արայիկ Ոսկանյանը Քանաքեռավան գյուղի մոտակայքում փորձարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումը եւ երկու ռադիոկայաններից հեռակառավարվող էլեկտրական գործարկման մեխանիզմը։ Թեև սարքավորումն արդեն վերջնական տեսքի էր բերված, այնուամենայնիվ խմբի ներսում քննարկում էին նաև սպանությունն իրագործելու հավանական այլ տարբերակներ ևս։ Դրանք էին Գագիկ Խաչատրյանի ծառայողական մեքենան ընթացքի ժամանակ գնդակոծելու կամ միանգամյա օգտագործման նռնականետից կրակելու տարբերակները։ Չարագործ մտադրություններն իրականացնելու համար ուսումնասիրվել են նրա բնակության վայրը եւ աշխատավայրի շրջակայքը։ Վերջինը եղել է Գագիկ Խաչատրյանի սպանության առաջարկը 2009 թվականի ապրիլի կեսից հետո, երբ որ արդեն ես երկրորդ աշխատանքից դուրս գայի, գնացի իր համար խնդրեցի, որ երկրորդ աշխատանք ճարեմ։ Ինձ առաջարկեց Գագիկ Խաչատրյանի հետ կապված սպանությունը, սկզբից ինքը չի ասել, որ դա Գագիկ Խաչատրյանն է, ինձ ասել է մեծահարուստ
աշխատակիցը, որը սպանել է ինչ-որ հորը տղայի է սպանել, վրեժխնդիր են ուզում լնեն, $75,000 գումար են առաջարկում, իտո այդ գումարը պետք է տան գործը սպանությունը կատարելուց հետո, իր պատմածով պայթուցիկ սարք են տեղադրել տվյալ անձնավորության մեքենայի մեջ, պետական, հայտնաբերվել է այդ պայթուցիկ սարքը, դրանից հետո ուզեցել են թույնի միջոցով սպանեն, բայց քանի որ թիկնապանն է դուռը բացում, դրա համար հրաժարվել են այդ մտքից, ստեղծել են պայթուցիկ սարք, որը պիտի տեղադրեն Խորենացի փողոցում, Խորենացի փողոցում է տեղադրելուց երկու ավտոբուս ժողովուրդ կմանար, ստիպված ասի ես կկատարեմ, որպեսզի հրաժարվեն Խորենացի փողոցից, ասի բայց ուրիշ տարբերակով, բայց ոչ մեկ ինձ չպետք է ճանաչի։ Դրա հետ միասին ինձ տվել էր կեղծամ եւ փեղեր, որպեսզի անճանաչելի լինեմ։ Ուրեմն մուխան մաքրած էր լինում, որ ոչ մի մատնահետք չլինի ու ձեռնոցներ, ինչպես նաև սպորտային համազգեստ, բոթասներ, տվյալ աշխատանքը կատարելուց հետո ես սպորտային համազգեստը եւ բոթասները պիտի վերացնեի։ Եվ կեղծամը նույնպես։ 2009 թվականի ապրիլի 7-ին խմբի պարագլուխը միջնորդ Ռաֆայել Մասումյանից պայմանավորվածության համաձայն ստացել է $140,000, իսկ խմբի անդամներն այդ գումարից պետք է վարձատրվեին հանցագործության կատարումն իրագործելուց հետո։ 2009 թվականի մայիսին խմբի անդամները շղթայաձև դիրքավորվել են քաղաքի այն մասերում, որտեղով որ պետք է անցներ պաշտոնյայի ծառայողական մեքենան։ Հեռախոսով պարբերաբար մեկը մյուսին է հայտնել նշանակետ ընտրված մեքենայի երթուղին, իսկ Վազգեն Կարապետյանն անճանաչելի դառնալու համար շպարվել է, օգտագործելով կեղծամ եւ արհեստական բեղեր։ Նռնականետով զինված դիրքավորվել է Երևանի Պուշկինի եւ Եզնիկ Կողբացու փողոցների խաչմերուկի մոտակայքում։ Այս օպերացիան ձախողվել է, կրակել չի հաջողվել, սակայն նկատի ունենալով, որ նռնականետը բերված է եղել մարտական վիճակի, այն վնասազերծելու համար Գագիկ Մաթևոսյանն իր ավտոմեքենայով Վազգեն Կարապետյանին տարել է Երևան-Սևան Մայրուղի եւ Դաշտում կրակոց արձակելու եղանակով Վազգեն Կարապետյանը վնասազերծել է այն։ Վնասազերծումը կարող է կատարվել միայն բաց տարածքում, բացառապես այնպիսի վայրում, որպեսզի չբացահայտվեր, եւ դա իրականացվում է արդեն Երևան-Սևան Մայրուղու հարակից տարածքում։ Ականանետը ստիպված բաց են թողնում, նա իր նպատակին, այսպես ասած, հասնում է, պայթում է եւ վնասազերծվում է։ Սա միանգամյա օգտագործման է։ Պատվերը տրված էր, գումարը վճարված, բայց դեռևս սպանությունն իրականացնել չէր հաջողվում։ Բանդայի անդամները որոշել են սպանությունն իրականացնել պայթուցիկ սարքավորման կիրառմամբ, որը հեռակառավարվող համապատասխան մեխանիզմով համալրելով տեղադրել են ընտրված զոհի բնակության վայրի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության հենասյան վրա, այն հաշվարկով, որ Գագիկ Խաչատրյանի շքամուտք մտնելու կամ դուրս գալու պահին սարքավորման գործադրմամբ առաջացած պայթունի հետևանքով իրականացնեն նրա սպանությունը։ Խմբի անդամ Վազգեն Կարապետյանը 2009 թվականի մայիսի 19-ի գիշերը կատարել է Գագիկ Մաթևոսյանի հանձնարարությունը։ Պայթուցիկ սարքի վրա ամրացրել էին նաև բջջային հեռախոս, ակտիվացված տեսազանգ կարգավորմամբ, որի միջոցով հնարավոր էր տեսնել շքամուտքի տեղաշարժը։ Տեսադիտարկման համար նախատեսված բջջային հեռախոսի մարտկոցի լիցքաթափման պատճառով հենասյան վրա ամրացրած հեռախոսը մի քանի անգամ հանել են, լիցքավորել եւ նորից հարմարեցրել նշված վայրում։ Այս գործողություններին մասնակցել է նաև խմբի անդամ Գրիգոր Գրիգորյանը։ Գրիգոր Գրիգորյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ես բնակվում եմ նույն շենքում, որտեղ որ բնակվում էր պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Այդ ժամանակ մեր բակում մի կազմակերպություն շինարարություն էր իրականացնում։ Ես էլ գիշերային պահակն էի։ Արդեն մութ էր, մեր պատուհանից շինարարության ներսում շարժում նկատեցի։ Նաև ինչ-որ խշխշոց էր լսվում։ Ձայն տվեցի, թե ով է եւ ինչ է ուզում գողանալ։ Այդ ժամանակ ձայնից վրա խշշոցը դադարեց։ Լապտերը ձեռքիս իջա բակ, շինարարության 4 կողմը նայեցի, ոչ ոք չկար։ Հետո մոտեցա Հենասյանն ու տեսա, որ ամրանի վրա ամրացված է ուղղանկյունաձև լուսամփոփի նման մետաղյա իրանով առարկա, վերևում էլ ռադիոկայան։
Ետին էլ մի բջջային հեռախոս էր ընկած։ Մոտեցա Հենասյանն ու ցած ընկած լարից քաշեցի ու ձգեցի դեպի ինձ։ Մեկ էլ ուժգին պայթյուն լսեցի ու ընկա գետնին։ Ականջներս խլացան ու մարմնիս տարբեր մասերում այրվածքներ ստացա։ Հետագայում լրատվամիջոցներից իմացա, որ մահապորց է իրականացվել մեր հարևան Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ Դեպքի պահին համենայն դեպս որևէ մեկը դեռ չգիտեր դա Գագիկ Խաչատրյանի դեմեր ուղված ու դեմեր ուղված ինչեր ոնց էր եւ այլն, եւ Հայաստանի իրավապահ մարմինները լծվում են այնպիսի աշխատանքին, որպեսզի պարզվի, թե Երևան քաղաքի կենտրոնում բազմաբնակարան շենքի բակում ինչ գործ ուներ պայթուցիկ սարքում, ում դեմ էր դա ուղղված, ինչ նպատակով էր, ինչ հետևանքների կարող էր բերել այն եւ այլն եւ այլն։ Իրապա մարմինների աշխատանքը, համագործակցված աշխատանքը իհարկե տալիս է իր արդյունքը եւ ազգային անվտանգության ծառայությունը հասնում է այնպիսի տվյալների ձեռքբերման, որով պարզվում է, որ նշված ուղղորդված պայթյունը ուղղված եղել Գագիկ Խաչատրյանի դեմ, նրա կյանքի եւ առողջության դեմ, նրան սպանելու միտում նպատակ է ունեցել։ Հետագա աշխատանքի, այսինքն քրեական գործի նախաքննության լրիվությունը, օրինականությունը, ամբողջությունը, լրիվ ծավալով քննությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական գործի հետագա նախաքննության կատարումը հանձնարարվում է, այլևս 2009 թվականի մայիսի 25-ից հանձնարարվում է ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը։ Գագիկ Խաչատրյանի սպանությունը բանդայի անդամների կամքից անկախ հանգամանքներով ավարտին չէր հասել։ Խմբի անդամները կանխազգալով մոտալուտ վտանգը որոշում են փախչել։ Նրանցից ոմանք ուղևորվել են դեպի հայ-վրացական սահման Հայաստանի Հանրապետությունից Վրաստան մեկնելու մտադրությամբ, սակայն հենց նույն օրը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնել են նրանց ճանապարհին։ Մինչ անցավոր խմբի անդամների կալանավորվելը Ռաֆայել Մասումյանը տեղեկանալով մահափորձի ձախողման մասին կրկին որոշել էր դիմել փախուստի եւ թաքնվել Վրաստանի տարածքում։ Վրաստան մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբի եւ տեղի հատուկ ծառայությունների համատեղ իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Մասումյանը ձերբակալվել եւ կալանավորվել է։ Ասես մռազը ես ընդդեմ մի շուշուտ գալիս է, միշտ գնացել եմ ապօրինոտ եկել եմ։ Ապա որ լուսեկան ասենք դա մենակ էր։ Ռոբերտը մենակ։ Դա որ ասել էին ես կամպետելներ, ասես ընդդեմ, ասես վերջ, ասես բանի մոտ։ Դե շտաբ ունեին, դրություններ կապված զբաղվում էին։ Ապօրինոտ եկել գալիս է, ասես օֆիսն է, թե չկամ ասել ռապորտ աստեն գալիս։ Ժուրնալ էր։ Ժուրնալը միշտ պատած էր։ Ժուրնալիստի ասես են ժուրնալը մալը նոթր ասել է հիմա ֆուտբոլիստական տեմը դեկալն տոն բարդացել հա զանգեպտը դու ինչ պահի նագոին ասել եմ արի վեկալ Իսկ հետագա օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ հանցագործության պատվերը Ռաֆայել Մասումյանի միջոցով տվել է Հայաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը դրա դիմաց վճարելով 150,000 ԱՄՆ դոլար։ Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ի վերջո ամեն մի հանցագործության բացահայտում նպատակ հետապնդում ոչ միայն այդ կոնկրետ հանցագործությունը խափանել կամ հանցագործությունը կատարած անձանց պատժելն է, այլև այլ հանցագործությունների կանխարգելումն է հետապնդում, չէ՞ ցանկացած քրեական գործ։ Առաջադրված մեղադրանքներում հանցավոր խմբի անդամներն իրենց մեղավոր չեն ճանաչել։ Հրաժարվել են ցուցմունքներ տալուց կամ էլ մասնակի ցուցմունքներով փորձել են մեկը մյուսի վրա գցել կատարված արարքը։ Նրանցից միայն Արտակ Ղուկասյանն է ընդունել մեղքն ու տվել խոստովանական ցուցմունքներ, որոնք էլ նախաքննական մարմնի կողմից դրվել են մեղադրանքի հիմքում։ Բացի այդ, ամբաստանյալների մեղքն ապացուցվել է նախաքննական ու դատաքննական բազում ապացույցներով, ամբաստանյալների առերեսումներով, վկաների եւ տուժողների ցուցմունքներով, հեռախոսային խոսակցությունների ելքային եւ մուտքային զանգերի վերծանումներով, հայտնաբերված հսկայածավալ զենք զինամթերքի առկայությամբ, ընդհատակյալ լաբորատորիայի հայտնաբերմամբ եւ շատ այլ իրեղեն ապացույցներով։ 137 ուղղակի եւ անուղղակի ապացույցներ են ձեռք բերվել։ 137 բազմաթիվ այլ տվյալներ են ձեռք բերվել 137-ից դուրս։ Այս բոլոր գործողությունները, դատավարական, քննչական գործողությունները ներողություն, որոնք իրականացվել են միջդատական վարույթի ընթացքում, դրանք նաև հետազոտվեցին եւ ստուգվեցին գործի դատաքննության ընթացքում։ Պատկերացրեք այն
հիմնական փորձաքննությունները, որոնք նշանակվել են եւ դրվել էին մեղադրանքի հիմքում ամբաստանյալների, մեղադրյալների, դրանք վերստին կրկնվեցին։ Այսպիսով, վերլուծելով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության վրա հիմնված նախաքննական եւ դատաքննական ընթացակարգով ձեռք բերված ապացույցները, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ Գագիկ Ավետիսյանի հիմնավորված համարեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքն ու վճռեց ամբաստանյալ Գագիկ Մաթևոսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Ռաֆայել Մասումյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով եւ համաներման կիրառման պատիժը չկրած մասը կրճատել 1/4-ով։ Ամբաստանյալ Արտակ Ղուկասյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 10 տարի 9 ամիս ժամկետով։ Ամբաստանյալ Վազգեն Կարապետյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Արայիկ Ոսկանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով։ Ամբաստանյալ Գրիգոր Գրիգորյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։ Գործի դատաքննությունը տևեց ուրեմն մոտավորապես 1 տարի եւ 4 ամիս։ Եվ այսպիսի մանրամասնությամբ ապացույցների հետազոտմամբ եւ մեղադրանքի կողմը դատարանի մոտ համոզմունք առաջացրեց, որ ի վերջո ստեղծվել է բանդա, իրականացվել են գործողություններ, իրականացվել է հանցափորձ։ Այստեղ մենք գործ ունենք պատվեր կատարող անձանց հետ, հանցագործության պատվեր կատարող, սպանության պատվեր կատարող անձանց հետ, այսինքն նրանց նպատակը շահադիտական է, շահադիտական շարժառիթով են կատարում, ստանում են փողը, կատարում են սպանությունը։ Ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքն ու կայացրել մեղադրական դատավճիռ, նրանց դատապարտելով երկարատև ազատազրկման։ Սակայն այս պահին իր խոսքն է ասել միայն առաջին ատյանի դատարանը, եւ քանի դեռ դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ, ամբաստանյալներն իրավունք ունեն այն բողոքարկելու, եւ ըստ այդմ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, համաձայն ներպետական եւ միջազգային կոնվենցիաների, մարդուն չի կարելի անվանել հանցագործ։ Թե ինչ որոշում կկայացնեն հետագայում դատական մյուս ատյանները ցույց կտա ժամանակը, սակայն նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված հարյուրավոր ապացույցների եւ փաստերի հիման վրա դատախազն ու առաջին ատյանի դատարանը հիմնավորված են համարում ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը։ Ակնհայտ է սակայն, որ իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ եւ հետախուզական աշխատանքի շնորհիվ վնասազերծվեց հանրության համար վտանգավոր եւս մի զինված խումբ։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը քրեական գործի դատաքննությամբ հիմնավորվեց եւ հիմնավորված մեղադրանքների ուժով 2011 թվականի հոկտեմբերի 10-ին կայացվեց մեղադրական դատական ակտ։ Յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ հանցախմբի ձեռնարկած վտանգավոր գործունեությունից կարող էին պատահմամբ տուժել իրենց աշխատանքով կամ ընդհանրապես սովորական առօրյայով զբաղվող ցանկացած քաղաքացի, այդ թվում եւ երեխաներ։ Ուստի փաստում ենք, որ իրավապահ մարմինների հետ գործակցության փոխադարձ վստահության մթնոլորտում է հնարավոր կանխել հանցագործություններն ու պաշտպանել հասարակության անվտանգությունը։